Ախ ինչ կա կարոտել եմ ձեզ Սիգաբանց լերներ հայոց աշխարի Վազել եմ հոգնել ձեր լանջերում ես Իմ լերներ հայրենի Վազել եմ հոգնել ձեր լանջերում ես Իմ լերներ հայրենի Կակատներից ամբերն են սահմել Ինչպես ծորնիչ նողով հոդկարների Գուզեի հիմա ձեր կրկում լինել Ձեզ պարվել նորից լերներ հայրենի Գուզեի հիմա ձեր կրկում լինել Ձեզ պարվել նորից լերներ հայրենի Զմրուխտյալերներ սիրտս ցես թողի ու ինձ հետ դարա ույրը վարդերի իմ երագներում ուժն է մայր կողի իմ լերներ հայրենի իմ երագներում Մայր կողի իմ լերներ հայրենի Ախ ինչ կան կարոտել եմ ձեզ Սիգաբանց լերներ հայոց աշխարի Վազել եմ հոգնել ձեր լանջերում ես Իմ լերներ հայրենի Վազել եմ հոգնել ձեր լանջերում ես Իմ լերներ հայրենի Սիրելիներ, բարև ձեզ, դուք նայում եք Վիգենի հետ միասին ծրագիրը, ինչպես տեսնում եք, կարող այլ ծանոթ եք, մենք գտնվում ենք Գլենդեյլի Հիլթոն հոթելի մեջ, այսօր տեղի ունենալու մեր սիրելի Էլեն Ալենուշ Մուրադյանի հանդեսը, ցուցադրման, իր նկարների ցուցահանդեսն է եւ գնալով ես կծանոթացնեմ, որ ինչ սրահի մեջ է, ովքեր են եւ այսպիսով մենք մոտիկ անում ենք սեղանին, որ մեր Գեղեցիկ սիրուն աղջիկ, բարև ձեզ։ Ձեր անունը։ Նաթալի Եկիկյան։ Նաթալի, ինչի համար ենք մենք այսօր այստեղ հավաքվել։ Fundraiser ենք անում Legacy համար։ Որի ինչ Legacy, այսինքն ում համար։ Ես գիտեմ, ուզում եմ դու ասես։ Okay. Ալեն Սասեի Foundation-ի համար։ Նրանց Legacy-ն շարունակվելու է նման հանդեսներում մեր համայնքի մեջ, ճիշտ է։ Այսինքն ես Ալենուշին անցյալ տարի նման հանդեսում հանդիպեցի եւ ուզում եմ որ մեր ժողովուրդը տեղյակ էլի որ Ալենուշի նման մարդիկ աշխատում են որ Սոսեի եւ Ալենի անունը, իրանց լեգասին, իրանց աշխատանքը, իրանց ջանքը որ տարիներ մեր հայրենիքի մեջ երբեք մեջտեղից չտա, ճիշտ է։ Մերսի շատ։
ուրեմն կշարունակենք ստեղից կերտանք այս մասից որ եթե դուք նկատում եք մենք արդեն այստեղ վաճառվել սխալ բառը դոնեյշններն է կատարում կամ առնում են ճիշտ է մի մասն էլ ճիշտ է վաճառվում են նկարները եւ այստեղ ներս մտնելով կնայենք տեսնենք որ ինչպես արդեն ցուցահանդեսը ներկայանում է այս գեղեցիկ սրահի մեջ Sosa and Alan were very close friends of mine, but they were also very, very important figures of the community that not only we live in, but also the community that exists in Armenia. They were the visionaries that transformed the program that takes youth to Armenia for 6 weeks every summer and spends time in different villages and does day camps for children in various villages. And one of the villages is Broshan, where there's an Armenian center, and many of the proceeds from this event will be going towards that. And this is just one of the ways that we are continuing on the legacy that they left us with. Those two individuals, Sosa and Alan, were the most dedicated and hardworking people I've ever met in my life. I'm so happy that they are a part of my life, and they've left us with a lot of work to continue, both in America and in Armenia and in various other different countries. They've left a profound impact on youth and my generation, and it's very gratifying to see so many people supporting their foundation, supporting individuals that are trying to help the foundation and trying to do good so we can get their work just a little bit further than what it was yesterday. Սիրելիներ, ինչպես տեսնում եք, ես Էլեն Ալենուշ Մուրադյանի հետ կանգնած եմ, այս լրիվ ծրագրի հերոսը այս գիշերի մոտ կանգնած է եւ գուզեի 2-3 հարց տա իրանից։ Առաջինը Ալենուշ, շնորհավորում եմ քեզ, իսկապես գեղեցիկ նկարներ են եւ հույսով եմ հաջող հանդես լինի, ինչպես որ տեսնում եմ, վստահ եմ հաջող հանդես է եւ իսկապես այդ միտքը այս հանդեսի հետևը որ նվիրված է մեր սիրելի Սոսեի եւ Ալենի legacy այդ հիմնադրամի կամ ասենք միության կամ ինչ որ անունը կգա ուզեմ մի քիչ դրա մասին խոսես շատ կարճ ինչպես հանգիստ ես Սոսեի եւ Ալենի legacy-ի մասին շատ շնորհակալ եմ շատ զգացված եմ որտեվ ոչ ոք չմերժավ այս exhibition-ը կարծեմ են ինչ որ իրականությունն է երբեք մենք չենք հասնի Սոսեի ու Ալենի երազանքներին բայց այն ինչ որ ուզում եմ ես որպես ծնող որպես մի հատ անձնավորություն փորձեմ եւ իրանց երազները որ կիսատ մնաց դժբախտաբար իրականացնեմ այնքան որ կարող եմ Հույսով եմ, որ այս մեկ տարվա ընթացքին կարողանանք գոնե այս Բրոշյան քեմփի նորոգությունը իրականացնենք։ Մեր մասը արդեն կատարվեր է, դուրսը նկարները դրված է։ Ես գիտեմ, կներես խոսքիդ մեջ դե գիտեմ անիշան, մատ ասենց հանդեսը ներկայացնելու համար ինչ դժվարություններից պիտի անցնես, ինչքան ժամ պիտի տնես, ինչքան հոգետարություն պիտի քաշես, ինչքան նեղություն պիտի քաշես, ինչքան հեռախոս պիտի անես, ինչքան email ուղարկես եւ բոլոր այդ դժվարությունները, բայց շնորհավորում եմ քեզ եւ գնահատում եմ քո աշխատանքդ, որովհետեւ ինչպես ասում են, նրա հետևը կանգնած է մի սուրբ միտք Այո մի սուրբ աշխատանք միտքն է կարևոր Բրոշյանի մասին մի քիչ ինձ հետաքրքրում է էդի ինքը Երևանում է Երևանից մոտ 10-15 րոպե դուրս է գյուղաքաղաք այո այն ինչ ես Հայաստան չեմ ելել բայց փափակս արդեն ծրագրված է այդ պիտի ելնի հույսով շուտով փոքր տղես Փիերը 2 ամիս AYF Youth Corps-ի հետ գնաց որ 2 շաբաթը Բրոշյան էին So AYF camp-ն է որ փոքրերի հետ աշխատանք են տանում մշակութային դասյարակչական եւ դժբախտաբար այնքան վատավիճակը ես որպես ծնող նայում եմ եւ մտածում եմ մեղք են այս երեխեքը կոտրված ապակիների տակ պետք է նստեն եւ այդ աշխատանքը տանեն եւ
Ինչքան ուրախ են իրանք, դա իրանց որևէ ձևով չէր բանան։ So հիմա ինչպես որ ասամ, բանը վերանորոգումը արդեն կատարվում է, բայց պետք ունենք ավելի։ Եթե դու որևէ չեմ ուզում անուն տնեմ պահանջ, բայց եթե որևէ մեր խոսք ունես, թեկուզ մեր համայնքին, թեկուզ մեր կառավարության, թեկուզ մեր այն մարդկանց, որ նյութական հնարավորություն ունեն օգնելու այս ձև ծրագիրներին, ինչ պատկամ դու կարող ես փոխանցես նրանց։ Ինչ ես կարող ասես նրանց աջակցությունը գրավելու համար։ Էսի շատ լավ հարցում է, որտեվ ես որպես մի հատ ծնող եմ նայում այս հարցին։ Ես մտածում եմ, եթե իմ երեխես 5-6 տարեկան, 7 տարեկան, 10 տարեկան, 12 տարեկան, տարբերություն չունի, 20 տարեկան տղես, որ գնացել է, եւ այդ ոչ ապահով շենքում, որ մոլդա կապած, ապակիներն է կոտրված, աշխատանք են տանում, էսի մեր ապագա generation-ն է, ապագա սերունդն է, եւ շատ երկար չի տևի, պետք ունենք, որ իրանց համար ապահով տեղ ստեղծենք, էդ է իմ, այսինքն իմ պապակս, ով որ լսում է, մենակ մտածեք, որ այդ օրը կարող է ձեր երեխենը տելնի, եւ այդ ապակի եթե ընգնի վրան ինչ կպատայի, շատ ճիշտ ես ասում, ես կարծում եմ բոլոր հայերի փափագը մտքի հղացումը պիտի շարունակվի այն ճանապարհի վրա, որ մեր նոր սերունդին կարողանանք օգնենք այդ ուղիի մեջ, որ կարողանա ապագայում մենք հպարտանանք նրանքով եւ նրանք իրենց ուղին ճարեն եւ կարողանան այս աշխարհի մեջ ավելի լավ տեղերի հասնել եւ մենք պարտանանք։ Պետք ունենք, որ իրանք շատ նախ առողջությամբ ապահով տեղ իրանց տանք։ Երկրորդը, այսինքն շենքը իսկապես պետք ունի մեր օգնության։ Սիրելիներ, ես իմ կողքից կանգնած է մեր սիրելի Ալենուշի Էլեն Մուրադյանի տղեն Փիերը։ Փիեր ջան, ես կուզեի քեզանից հարցնել, օքեյ անգլերենով պատասխանես, որտեղ մեր ունկնդիրները հայ են, մեծ մասամբ կուզեմ ես հայերենով հարցնեմ, դու եթե սիրացիր անգլերեն պատասխանիր։ Դու մամիդ այս աշխատանքը, այս ջանքը որ թափում է, ես անցյալ տարի էլ ներկա եմ նման նույն հանդեսին եւ տեսնում եմ ինչքան է սիրա the full power տնում է այս գործի մեջ եւ it's for a good cause as Սոսեի եւ Ալենի legacy-ն անցյալ տարի հիշում եմ ուրիշ պատճառով էր. What do you think about it? It's your mom, she's awesome. Yeah, she honestly like at first like I thought it was just like nothing big, you know, and then now that I look at it, it's like she's doing this as a hobby, but she loves it, you know, it's not a job, it's not her job, so that's why she's very passionate about what she's doing, so that's how like it becomes like this, like everyone comes and everyone actually supports her because it's not like her job and she's not working to do it, she just wants to do it and she wants to help people, like because I went to Armenia this summer and after I came back, I like my whole life changed, like I looked at everything differently. So let me ask you a kind of personal question. You personally knew like Alan and Sose? I mean, I didn't know Sosa, and Alan I like saw him here and there because he's my cousin's best friend. I see. Yeah, ever since I was a kid he's been around, you know, but I didn't like personally know him, but I knew what is your general feeling about Armenia? Let's it's the greatest place ever. I mean, there's a lot of like poor areas and like corrupt stuff, but like everything needs help, but the people there, like the vibe there, everything is just good. Like I was living in villages in like someone's house. I was living in someone's house and I would go to school like in the mornings and the kids would just like run up to you and hug you and like they'd be so happy to like for what we're doing, you know. I just want to say I'm really proud of my mom for doing what she's doing, and I really hope that she gets very far in this. I hope in the next 10 years there's, instead of 100 people here, there's 300,000 people looking at her stuff and buying her stuff, and not just for her, just so
she can keep helping organizations and little foundations to help people around the world, because we live in luxury, but like half the world doesn't, more than half the world doesn't see what we see, and they need that help. So I hope she gets far in what she's doing. And I really thank you for this conversation, and I wish Alenush, you, your family, your father, I know everybody goes through difficulties when you have something big like this, but it's for a good cause, and I really appreciate your effort and your hard working to put all this together, and I'm sure she's proud of you also. Thank you very much, Pierre.